Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն իրավապահները օրերս խուսարկել են ահաբեկչության հոդվածով կալանավորված երիտասարդի տունը եւ այնտեղից տարել են հեռախոս, համակարգիչ, սակայն որևէ կասկածելի իր չեն հայտնաբերել ահաբեկչության քրեական վարույթին առնչվող։ Արմլուրը արդեն տեղեկացրել էր, որ այս տարվա մարտի 6-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 1994 թվականի ծնված Ռաֆի Մանդալյանը հրավառ շշեր էր նետել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վրա։ Արմլուրը նաև բացահայտել էր երիտասարդի գործողության շարժառիթները, մասնավորապես գրել էինք, որ դյուրավառ շիշը նետած քաղաքացի Ռաֆի Մանդալյանը իրավապահներին ցուցմունք է տվել բացատրել, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով եւ հիասթափությամբ նա նշել էր, որ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը եւ իր համոզմամբ հասարակության մեջ առկա է անտարբերություն, լռություն այդ հարցի շուրջ։ Մանդալյանի խոսքով իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ բոլորը անտարբեր չեն։ Նրա նպատակն է եղել կոտրել իր ձևավորմամբ հասարակական լռությունը եւ ուշադրություն հրավիրել այն հարցի վրա, որ քաղաքացիների մի հատվածը մտահոգված է երկրի ապագայով։ Ոստի նա կանխամտածված գնացել է ազգային անվտանգության ծառայության շենք ոչ աշխատանքային ժամին, փորձելով խուսափել մարդկային վնասներից եւ միաժամանակ ապահովել իր ուղերձի հրապարակայնությունը։ Այն է, բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Հատկանշական է նաև շշերը նետելուց հետո Ռաֆի Մանդալյանը չի փորձել փախչել դեպքի վայրից։ Նա կանգնել է փողոցում եւ սպասել իրավապահներին։ Նշենք նաև, որ կալանավորված Ռաֆի Մանդալյանը ներկայումս գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, վերջինս մասնագիտությամբ անասնաբույժ է։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով ահաբեկչություն, պատժվում է ազատազրկմամբ 8-ից 12 տարի ժամկետով։